որոնք են քրիստոնեական ընտանիքներում բռնության հիմնական պատճառները։ Քրիստոնեական ընտանիքներում նման բռնության արմատը, ես կասեի, սեփական մերձավորների կնոջ և երեխաների արժեքի ընկալման բացակայությունն է։ Սերը իր մեջ արժեք է պարունակում։ Սերն առանց արժեքի ընկալման անհնար է։ Բայց կրոնավորությունը, կրոնի ոգին շատ հաճախ դրսևորվում է հենց հակառակ կողմից։ Այն արտահայտվում է նրանով, որ ձգտում է ոչնչացնել, նսեմացնել, արժեզրկել մարդուն։ Օրինակ, երբ Սատանան փորձում էր Հիսուսին, ասում էր. «Այս բոլորը քեզ կտամ, եթե ընկնես և ինձ երկրպագես»։ Թե ինչու է դա այդպես և ինչ է նշանակում ընկնելով երկրպագել։ Դա նշանակում է, որ քո արժեքն ու արժանապատվությունը պետք է նսեմացվեն իմ առջև։ Այսինքն մեկի առջև ծնկի գալը նշանակում է նսեմացնել սեփական արժեքը։ Ահա կրոնի ոգին ձգտում է նսեմացնել մարդու արժեքը որպես արարածի, քանի որ դա Աստուծո հոգին չէ։ Աստուծո հոգին միշտ իր հետ սեր է բերում։ Հետևաբար, ճիշտ, հասուն, վերստին ծնված քրիստոնյան առաջին հերթին համակված է Աստուծո սիրով։ Ոչ թե կրոնական կանոնների համակարգով, այլ Աստծո սիրով։ Եվ այսպես է գրված. «Ինչով պիտի իմանան, որ դուք իմ աշակերտներն եք, եթե միմյանց հանդեպ սեր ունենաք»։ Այսինքն ոչ թե կանոնների համակարգ, ոչ կրոնական ձևաչափեր, ոչ ինչ-որ պայմաններ կամ դրույթներ, այլ սեր միմյանց հանդեպ։ Եվ այն ընտանիքում, որտեղ կա սեր միմյանց հանդեպ, քանի որ մարդիկ վերստին են ծնվել, նրանք սիրում են միմյանց և սիրում են Աստծուն։ Այնտեղ ի սկզբանե անհնար է արժեզրկումը։ Անհնար է գերիշխումը կամ դիմացինի անհատականության նսեմացումը։